Այստեղ գալով մենք իմացանք, որ շատ մարդիկ միամտորեն դառնում են խաբեության զոհ։ Ղարաբաղից տեղահանված 20-ից ավելի կին մասնակցում է Արփ-ի հասարակական կազմակերպության «Իրավունք, ձայն և վստահություն կանանց համար» ծրագրին։ Կանանց զորեղացմանն ուղղված այս նախաձեռնությունն իրականացվում է ՀԿ Կենտրոն հասարակական կազմակերպության դրամաշնորհով Եվրամիության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ։ Իմաստը նա է, որ մենք մեր միջոցով կարողանանք հասնել նրան, որ մեր երկրում գործող քաղաքացիական հասարակության կառույցները հիմնականում իդեպ շեշտադրելով ավելի հնարավորինս սկսնակ կամ ոչ փորձառու ՀԿ-ների մեծամասամբ հասնել նրան, որ իրենք դառնան ավելի կարողունակ, դառնան ավելի փորձառու եւ իրենց գործունեությամբ, այսինքն յուրաքանչյուր իր ոլորտում կատարած ծրագրերի միջոցով կարողանա իր համայնքում առկա հիմնախնդիրները, իր շահառուների կյանքը որոշակի բարելավի։ 2 տարի արցախցիները հատկապես բնակվում են Վանաձորում եւ շատ հաճախ դիմում են մեզ իրենց իրավունքների մասին, բայց սա ուղիղ կապ է իրավաբանի եւ իրենց միջեւ, որտեղ շատ հարցեր կան, որ նույնիսկ իրենք չէին պատկերացնում, որ լուծում կստանան, պատասխան կստանան, այս հանդիպումների ժամանակ ստանում են։ Ինչպես անվտանգ օգտվել թվային միջոցներից, տարբերել իրական և կեղծ տեղեկությունը, մասնակիցները սովորում են կիբերանվտանգություն, թվային քաղաքացիություն և մեդիագրագիտություն դասընթացի շրջանակում։ Հանցագործները, կիբեր զեղծարարները թիրախավորում են խոցելի խմբերին, նաև Հայաստանում օրինակ արցախցիները, որոնք ծանր իրավիճակում են, իրենք ինչ-որ տարբեր ծրագրեր կան օգնության եւ այլն, եւ հենց դա օրինակ օգտագործվում է, որ ինչ-որ դրանց կեղծիքներն են ստեղծում եւ մարդկանց փաստացի թալան։ Բռնի տեղահանվածներին նաև ներկայացվում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, եթե որոշեն Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել։ Առնվազն դեռևս բազմաթիվ արցախցիներ չգիտեն ինչ կլինի, եթե իրենք ձեռք բերեն քաղաքացիություն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսանկյունից ինչ իրավունքներ եւ ինչ պարտականություններ իրենք ձեռք կբերեն։ Դրա համար անհրաժեշտություն առաջացավ, որոշեցինք այսօր իրենց ներկայացնել։ Դասընթացները ներառում են նաև անհատական և խմբային հոգեբանական աշխատանքներ, արտ-թերապիա, ավազանկարչություն, ձեռագործություն։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։